Ոտքերից տակ պատմությունն է։ Ալեքսանդր Մակեդոնացու հորանունն է, չէ՞։ Ֆիլիպն է։ Հետո կգնամ կճշտեմ, հիմա սխալ բաներ չասեմ։ Կավալա քաղաքում էինք, իսկ հիմա Կավալա քաղաքից մենք մեկնում ենք դեպի Ֆիլիպեն, Մակեդոնիայի հին քաղաքը, որը կոչվել է հայտնի Ալեքսանդր Մակեդոնացու հոր անունով։ Ալեքսանդր Մակեդոնացու Ֆիլիպ II թագավորի կողմից հիմնադրված այս վայրը մինչև այսօր բացօթյա թանգարան է, որտեղ միահյուսված են տարբեր դարաշրջաններ՝ հելենիստական, հռոմեական, քրիստոնեական, բյուզանդական, մուսուլմանական, և որտեղ պեղումները դեռևս շարունակվում են։ Մենք հիմա տեսնում ենք այս տարածքի քարտեզը, որտեղ տոմս առանք և մտանք, և նաև այս ամբողջ տարածքը վերևից նկարած ես ինտերնետից վերցրեցի դրեցի, որ դուք ընդհանուր պատկերացում կազմեք տարածքի մեծության մասին։ Հնեագիտական տարածք է, հեսա տեսեք, հսկայական մեծ տարածք է։ Okay, այս է քարտեզը։ Եկել ենք ստեղ։ $10 է, Ստեփան։ Գինը։ Թանգարան էլ կա։ Ասեց եթե թանգարանը ուզում եք, հետո առանձին պետք է թանգարանի մուտքին վճարեք։ Բնակավայրը հիմնադրվել է Թասոս կղզու բնակիչների կողմից մեր թվարկությունից առաջ 360 թվականին։ Բնակիչները անընդհատ ենթարկվել են թրակիացիների հարձակումներին և ստիպված են եղել օգնության կանչել հարևան Մակեդոնիայից։ Ֆիլիպ II-ին հաջողվեց կազմակերպել բանակ և հետ մղել արտաքին ճնշումները։ Նա քաղաքին տվեց իր անունը։ Հռոմեական և բյուզանդական ամենակարևոր մայրուղիներից մեկը Վիա Էգնատիան անցնում էր Ֆիլիպիով։ Վիա Էգնատիա ճանապարհի կառուցումից հետո այս քաղաքը դարձավ Հռոմին կապող գլխավոր ճանապարհը և կարևոր ռազմական ու առևտրային քաղաք դարձավ։ Հռոմեական ժամանակաշրջանի ամենակարևոր իրադարձությունը, որը անջնջելի հետք թողեց քաղաքի պատմության մեջ։ Մեր թվարկությունից առաջ 42 թվականին մակեդոնական Ֆիլիպե քաղաքի մոտ տեղի է ունենում ճակատամարտ։ Այն տեղի է ունենում Բրուտոսի և Կասիոսի գլխավորությամբ հանրապետականների և միապետականների կողմնակից Մարկոս Անտոնիոսի և Օկտավիանոսի միջև։ Հանրապետականները պարտվեցին ճակատամարտում, նրանց առաջնորդները ինքնասպան եղավ և սկսեց Հռոմի կայսրական ժամանակաշրջան։ Հենց այս մուտքի կամարների տակով երբ որ անցնում ենք, անմիջապես կսվում է հին Ֆիլիպի թատրոնը, որը կառուցվել է Ակրոպոլիսի բլրի ստորոտում։ Հռոմեացիները թատրոնը օգտագործել են որպես գլադիատորական մարտերի, ինչպես նաև մարդկանց և կենդանիների միջև մարտերի ասպարեզ։ Բեմի տակ կան լրացուցիչ սենյակներ։ Նկարներում 3 բարձրաքանդակներ են, որոնք պատկերում են 3 աստվածուհիներին՝ Նեմեսիս աստվածուհուն, Մարսին և Նիկեին։ Թատրոնի այդ բեմահարտակը ասպարեզի շրջանը ցանկապատված է եղել երկաթե ցանկապատով և բավականին բարձր ցանկապատով, որպեսզի քաղցած կենդանիները չհարձակվեին ժողովրդի վրա։ Կենդանիները մտնում էին գետնի տակի հատուկ դարպասից։ Ֆիլիպի հին թատրոնի հատակը անցքեր է ունեցել, դա հատուկ անցքեր են, որ ակուստիկա են ստեղծել, որտեղ ձայները զարմանալիորեն լավ են տարածվել ամբողջ թատրոնում։ Մի առանձնահատկություն, որ երբեմն կապված է հին բեմական տեխնիկայի կամ գուցե որոշակի ձայնային էֆեկտների հետ, ինչը այն դարձնում էր այցելուների համար ավելի հետաքրքիր։ Fights and even human fights and stuff in this theater. Reading all that. Ամֆիթեատրն է իրանց թատրոնը։ Okay. When the Christians came in, they stopped all that because They destroyed a lot. Oh yeah. They accept officially. Oh yeah. Բաս իստեղ եմ ուզում։
Այս թատերական հրապարակից էլի սենց կամարով դուրս էինք գալիս ու շարունակում ենք ճանապարհը։ Այս կամարը հատուկ նկարեցի։ Այս դիմացից մարդն է բավականին բարձրահասակ մարդ էր։ Տեսակ կամարի բարձրությունը ինչքան էր։ Մենք ինչպես հաճախ է պատահում էլի խմբով էինք եւ էլի ժամանակը կարճ էր։ Դրա համար ես արագ քայլում էի, նկարում էի, մասնավորապես այդ ցուցատախտակներն էի նկարում, որ հետագայում գայի տուն, այդ ցուցատախտակները տեսնեի ինչի մասին է, որտեղով ենք անցել։ Այնպես որ եթե հետաքրքիր ինֆորմացիա լինի ցուցատախտակների կողքը, ես կկանգնացնեմ ու այդ մասին կկարդամ։ Իսկ առայժմս sense նկարելով գնում ենք։ Ինչ տեսնում ենք, այն նկարում ենք։ Այս Ֆիլիպին նաև ուներ իր թանգարանը։ Այն գտածոները, որ ստեղից գտնել են, թանգարանում են դրել, բայց թանգարանը մենք չմտանք ժամանակի սղության պատճառով։ Հələ շարունակվում են։ So we just went through the Museum-ը։ looks like you go this way, 2, 3, or you go all the way back. Այդ հերվում այդ բազիլիկան էր երևում, շատ գեղեցիկ էր այդ մեկը, իհարկե, ու կամած մոտենում էինք։ Այդ բազիլիկաները համարակալված էին տառերով A, B, C ու ամեն մեկի համար առանձին ինֆորմացիա կա, ինտերնետում էլ կարող եք գտնել կարդալ առանձին։ Հեսա գնալու ենք ընդեղ։ Այս սյուների մոտ նկարվենք, հետո գնանք, էլի։ Բազիլիկա է եղել այստեղ, նայի։ Ստեղի այս A, B եկեղեցիներից միայն կմախներն ու բեկորներն են մնացել։ Ցավոք սրտի երկրաշարժ է, այստեղ մեծ երկրաշարժ է եղել եւ երկրաշարժի հետևանքով այս քաղաքը փլուզվել է։ Ու նաև եկեղեցիները։ Դետալները լսումների։ Տեսնում եք այս։ Լսումները մի քիչ ավելի լավ են պահպանված տեղ։ Վրայի քանդակները։ Քաղաքում եղել են թերմեր, լոգարաններ, բաղնիքներ հռոմեական, բայց ամեն ինչ սենց ավերակ վիճակում է։ Ընդհանրապես բնակիչները սկսեցին լքել այս քաղաքը 7-րդ դարի սկզբին, դա պայմանավորված էր ուժեղ երկրաշարժով հիմնականում։ So they were just different sanctuaries. Հունաստանի Ֆիլիպե քաղաքը առաջին եվրոպական քաղաքն էր, որտեղ այցելեց Պողոս Առաքյալը, որը հիմնադրեց առաջին քրիստոնեական համայնքը։ Ասում են, որ Պողոս Առաքյալը Ասիայում իր շրջագայության ժամանակ մի տեսիլք է տեսնում, որտեղ մի մակեդոնացի տղամարդ կանգնած աղաչում է նրան՝ «Եկ Մակեդոնիա եւ օգնիր մեզ», եւ այս տեսիլքը պատճառ է դառնում, որ Պողոս Առաքյալը գա եւ սկսի իր քարոզը Քրիստոսի հարության եւ եկեղեցի մասին արդեն Եվրոպայում։ Ընդհանրապես երկու այցեր է ունեցել Պողոս Առաքյալը այստեղ, որից մեկի ժամանակ Պողոս Առաքյալին բանտարկում են։ Պողոս Առաքյալին Շիղային հրյաների տեղ դնելով դատապարտում են նրանց հրապարակում ծեծի ենթարկում հռոմեացիների համար անօրինական ուսմունք քարոզելու համար։ Եվ այդ բանդի զնդանը, այդ փոքրիկ տարածքը, որտեղ Պողոս Առաքյալը մնացել է, մինչև օրս պահպանված է եւ վրան հատուկ այսպես գրված էր, որ օրինակ Պողոս Առաքյալի բանդի տեղն է սա։ Yes. 5 more euro. Yeah. So I guess this was Paul's prison right here. Ինչ որ իրանց բանդն է։ Այստեղ այդ ցուցատախտակներն է, որ գրված է Պողոս Առաքյալի բանդը, բանդախուցը։
Մի հետաքրքիր պատմություն կա այդ մասին, որ այդ ժամանակ, որ Պողոս Առաքյալը բանդում ա եղել, աղոթելիս է եղել, գիշերը հանկարծ ուժեղ երկրաշարժ է լինում եւ այս բանդի դռները, որ երկաթներով եւ հատուկ շղթաներով փակված էր, դռները բացվում են, բոլոր շղթաները քանդվում են, բանդապահը քնած է լինում, երբ արթնանում է, տեսնում է, որ բանդի դռները բաց են եւ ինքը ուզում է ինքնասպան լինել, որովհետեւ դա համարվում էր, որ ինքը օրենքը խախտել է եւ քնել է այդ ժամանակ եւ բանդարկյալները կարող էին փախնել, բայց Պողոսը բարձր ձայնով ասում է՝ «Մի վնասիր քեզ, որովհետեւ մենք բոլորս այստեղ ենք, չենք փախել»։ Հետո բանդապահը այդ դեպքից հետո վազում է, ընկնում է Պողոսի եւ Շիղայի ոտքերի առաջ եւ ասում է՝ «Ինչ անեմ, որ փրկվեմ»։ Նրանք ասում են՝ «Հավատա Տեր Հիսուս Քրիստոսին եւ դու կփրկվես»։ Եվ նրան կնքում են, նրան ընտանիքին մկրտում են եւ դառնում է բանդապահը հավատացյալ իր ամբողջ ընտանիքի հետ միասին։ Ընդհանրապես այս բանդախոսը շատ փոքր տեղ էր զբաղեցնում, կիսավեր, աղյուսե պատերով սենյակ էր եւ եթե չլիներ Սուրբ Պողոսի բանդը գրությունը, կարող է եւ չնկատեին ու անցնեին կողքով։ Ամբողջ հետևում ես այդ աղերակներն են։ Ճանճեր եք անցտեղ։ Ճաններով իջնենք։ Այս կողմում թանգարանն է, բայց երևի ժամանակ չունենք այս թանգարանը մտնելու։ Այս կողմում պետք է գնանք, եթե ժամանակ լիներ, կգնայինք թանգարան։ Քարտեզն է տված, հերթով նշած է որտեղ ինչ է, տղանունն է գրած։ Ոտքերից տակ պատմությունն է։ Ալեքսանդր Մակեդոնացու հորանունն է, չէ՞։ Ֆիլիպ։ Հետո կգնամ կճշտեմ, հիմա սխալ բաներ չասեմ։ Այս քաղաքը ունեցել է իր լոգարանները, հետաքրքիր խճանկարներով հատակով, այս էլ պահպանված զուգարաններից մեկն է, շատ հետաքրքիր է, տեսեք, թե ինչպիսի զուգարաններ են ունեցել։ Արձանագրություններ կան, պատերին որոշ տեղեր պահպանված են, իրենց լեզվով գրված։ Հիմա մենք գնում ենք ֆորումի մասով ենք անցնելու։ Ֆորումը քաղաքի այն մասն է, որտեղ առևտրական կյանքը եռացել է, տեղակայված են եղել վարչական շենքեր, ցուցատախտակի վրա գրված է ֆորում կամ ագորա, ես հետո հետաքրքիր էր ինձ համար ինչ տարբերություն ֆորումի եւ ագորայի միջեւ, հետո հասկացա, որ եւ ֆորումը եւ ագորան դրանք հին քաղաքի կյանքում կենտրոնական հասարակական տարածքներ են, ագորան հիմնականում վերաբերվում է հունական քաղաքներին, իսկ ֆորումը հռոմեական քաղաքների մասին է։ Այստեղ քանի որ հունա-հռոմեական քաղաք է համարվում Ֆիլիպին, այդ ագորան եւ ֆորումը միահյուսված է, անունն էլ նույն անվան տակ են գրվում։ Ֆորումը քառակուսի մարմարե հրապարակ է եղել, որի շուրջը տեղակայված են եղել այդ հաստատությունները, շուկան երեք կողմից շրջապատված է եղել պատկերասրահներով, ֆորումը ինչպես բոլոր քաղաքներում գտնվում է կենտրոնում, իսկ քաղաքի մեջտեղով անցել է այդ հայտնի Վիա Էգնատիա ճանապարհը։ Եվ փաստորեն հռոմեական ֆորումը եւ հունական ագորան իրար կողք կողքի են եղել։ Ֆորումն է։ Սա գրած է Roman Forum of Philippi։ Started in 161 AD.
Հսկայականությունները տեսակ։ Հիմա այլ այս հետևից մասը նայք։ Կապես գեղեցիկ է։ Մենք վերջապես հասանք այս մեջտեղի մասում գտնվող այս հսկայական բազիլիկաների մոտ, եկեղեցիների մոտ, բայց ցավոք սրտի այս ամեն ինչ շատ քանդված, շատ անմխիթար վիճակում են գտնվում ու միայն sense տեսքից նայելով կարելի է ենթադրել, թե շատ առաջներ է ինչ տեսք են ունեցել, նկարներ կան երևի, նկարներով մոտավորապես վերականգնել են այդ տեսքը, բայց այսօրվա իրանց վիճակը շատ ցավալի վիճակում են գտնվում այս եկեղեցիները։ Կողմից տեսարան ավելի հետաքրքիր է։ Չորձերով պետք է գնանք մոտիկ, մոտենանք ավելի։ Լավ աստիճաններ, բան թեթև ճանապարհներ ստեղծել են։ Ընկար վերջի րոպեին։ Գործ ունես, մեկ ընկել է Էրիկա։ Ես մեր խմբից։ Մեկ ընկավ, նենց զղկած չէր կարում հելներ։ Արդաստեղ ինչ ա գրած։ Իրանց լեզվով ա գրած։ Բայց չեմ կարծում, որ այդքան հին գրած լինի, որովհետև շատ հստակ են տառերը։ Անցումա սա այդքան հին գրություն չի։ Այստեղ հատուկ այս սալահատակի մասին էր ասում, ինչ-որ նշանակություն ունի։ Այնտեղ պատմում է, տեսեք այդ մեջտեղում կանգնել են։ Հիմա իհարկե շատ ափսոսում եմ, որ թանգարանը չմտանք, բայց քանի որ խմբով էինք, խումբը որոշեց, որ դրա փոխարեն ավելի լավ է գնանք Սուրբ Լիդիայի մատուռը տեսնենք, փոքրիկ եկեղեցի է, որը էլի շատ հետաքրքիր էր եւ շատ կարեւոր նշանակություն ունի տեղի բնակիչների համար։ Ես տեղ մի քանի նկարներ դնեմ այդ Ֆիլիպի քաղաքից, իսկ մենք հիմա ուղևորվում ենք դեպի Սուրբ Լիդիայի եկեղեցին։ Հաջորդ վիդեոն կլինի Սուրբ Լիդիայի եկեղեցու մասին։